Նոր գալիս էի պարոն Անանյանին հարցնում եմ, ասում եմ Շամախյանը հիմա թաղամաս է դարձել, բայց դե ինքը հին գյուղ է, էլի ավանդույթներով բան, ասում է որ ավելի տենց ժողովուրդը ավելի են ընկալում, որ գյուղ է, էլի ավելի։ Որտեվ տենց ինքնուրույն միավոր ավելի հին։ Բարև ձեզ։ Իմ անունը Արման է։ Ինչո՞ղ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ինձ։ Ինչ է քո անունը։ Յուրի։ Յուրի։ Բարև ձեզ։ Հոբ ջան, բարև։ Բարև ձեզ, պարոն Անանյան։ Բարև ձեզ։ Հեսա մեր պարոն Անանյանը գա։ Երեխեք չեք մրսում, չես մրսում Լիլիթ ջան, դու չես մրսում Անժելա ջան, չէ, Անժելա չէ, չկես անում։ Ժողովուրդ ջան, շատ էինք միշտ ուզում գայինք, ես պարոն Անանյան ջան, եկեք չէ, եկեք դուք սկսեք ժողովրդի հետ խոսալը։ Բարև ձեզ, ես քանի որ սա մեր գյուղն է, Շամախյան գյուղը, մենք գլխից չենք համագերպել էլի, որ Դիլիջանի թաղամասը, մեր գյուղը Շամախյան գյուղն է, մեր համար հարազատ գյուղ, Դիլիջանի պատմության համար շատ կարևոր տեղ։ Դե ժողովուրդ ջան, ես Անանյան Դավիթն եմ, Անանյան Սանասարի տղեր։ Այս գյուղից սերված, հորս կողմս տեղը, Անանյանների թաղը վերևն է, մեր տունն է, պարոն Թաթոյանը մեր կուսակցության, որի կառավարման խորհրդի անդամ եմ ես հանդիսանում, միասնության թևեր կուսակցությունն է, որը զրոյից ենք մենք ստեղծել, կյանքում քաղաքական որևէ գործունեություն չենք ծավալել, բայց այս երկրի, այս իրավիճակը, որ եկել ասես դրամատիկ մի իրավիճակում ենք հայտնվելու պարոն Թաթոյանի հետ, որոշել ենք, որ վերցնենք այդ պատասխանատվությունը ու գնանք առաջ, ոչ թե իշխանություն վերցնենք իշխանությունը վայելելու համար, այլ իշխանություն վերցնենք, որպեսզի պարտականությունը գիտակցելով գնանք առաջ ու երկրի համար հարց լուծենք, մենք ստեղծել ենք քաղաքական միավորը, միասնության թևեր, դրա սիմվոլը, դրա բանը պարոն Թաթոյանը կներկայացնի եւ պարոն Թաթոյանին մենք առաջադրել ենք որպես վարչապետի թեկնածու մեր քաղաքական ուժի կողմից։ Եվ բոլորը, ովքեր որ պարոն Թաթոյանին ժամանակին ճանաչել են, իր ընկերները, մեր ընկերները, ես, բոլորս համախմբել ենք իր շուրջը, որպեսզի գնանք առաջ։ Սա մի մեծ մարտահրավեր է բոլորիս համար, մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի համար, այս պահը պատմական է շատ, սա ոչ թե մի հերթական ընտրություններ է, այլ մի կետ է, որը կարող է դառնա կամ վերջակետ կամ սկզբնակետ։ Մենք պետք է որոշենք, դա սկզբնակետն է մի ինչ-որ լուսավոր պայծառ բանի, թե վերջնակետն է այս պատմության ու այս պետության ու այս ժողովրդի։ Բոլորից սա կախված։ Հիմա մենք շրջում ենք Հայաստանով մեկ, գնում ենք մեր ժողովրդի հետ խոսում ենք, զրուցում ենք, փորձում ենք մեր մտքերը ասենք, մեկ էլ ընդեղից ամենակարևորը մտքերն ու էներգետիկան, ջերմությունը ստանանք, որ մեր ուժը ձեր բոլորի մեջ է։ Մենք ոչ տենց ինչ-որ ռեսուրսներ, ժամանակին եսի մնչեր, ինչ-որ բաներ ունենք կամ չգիտեմ որևէ քաղաքական ուժ, նախկին, ներկա, ոչ մեկից ոչ հարում ենք, ոչ մեկի հետ ունենք որևէ ուղղակի կապ, մենք մեր ժողովրդի հետ զրուցում ենք ու ասում ենք ժողովուրդ ջան, ձեր յուրաքանչյուրի ձայնը մեր համար լրացուցիչ ուժ է։ Դրա համար եկել ենք, որպեսզի իրար հետ զրուցենք, մեր մտքերը ձեզ ասենք, ձեր մտքերը, հարցերը լսենք, մտահոգությունները, դժգոհությունները, բոլոր հարցերը ինչ որ կուտակվել է մեր նկատմամբ, մեր մասին, պարոն Թաթոյանի մասին, ինչ որ ունեք, ասեք։ Մենք պարզ-ճակատ եկել ենք, պարզ-ճակատ ապրել ենք, հիմա էլ ուզում ենք պարզ-ճակատ գնանք, որովհետև բոլորս էլ գիտենք, ոչ մեկս այս կյանքից ոչ մի բան չի տանում։ Թողում է միենակ անուն, համբավ, որը օրինակ իմ հոր օրինակով բոլորդ գիտենք, որ այդ անունը կա, հնչում է, բոլորս էլ ճանաչում ենք իրան, իր արած գործերն են խոսում իր մասին։ Պարոն Թաթոյան ջան, համեցեք։ Դե պարոն Անանյան, ասացիք լրիվ, ժողովուրդ ջան, շատ ուրախ ենք այստեղ ենք, որ եկել ենք ձեզ, շատ միշտ լսել եմ ձեր գյուղի մասին, միշտ պարոն Անանյանն է պատմել ու շատ կարևոր է միշտ եղել մեզ համար իսկականից մարդկանց շփումը հասկանալ խնդիրները
ու հիմա մենք ձեր դրամատրության տակ։ Մենակ մի բան ասեմ, այս ընտրությունները պատմական նշանակության ընտրություններ են մեր երկրի համար, իսկապես շատ կարևոր ընտրություններ են, ճակատագրական որոշում պետք է կայացնեն եւ մենք չպետք է թողենք, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն, մենք կոնկրետ մենք պետք է որոշումը կայացնենք, ամեն քաղաքացի, ամեն մարդ։ Մենք ծրագիր ունենք նաեւ իհարկե ներկայացված, հրապարակված, հիմա մենք նաեւ ձեզ կփոխանցենք դրանք ծրագրերը գյուղատնտեսությունից սկսած կրթություն, առողջապահություն, բոլորը կան, ասենք մի քանի որ ես սեղմված ասեմ, գյուղատնտեսության հետ կապված, քանի որ եկել ենք նաև Շամախյանում ենք, սկսած ոռոգման ջրի հետ կապված կոնկրետ ծրագրերից հաշվարկված մասնագիտական, ոչ թե տենց օդի մեջ խոսք է, այլ կոնկրետ մասնագիտական, որ մենք կարողանանք նաև դրանք իրականացնել։ Խոսքը վերաբերում է ոռոգման ջրի վճարներից սկսած, համակարգից սկսած, մինչև գյուղմթերքի արտադրություն, հատուկ կայանների ստեղծում, որոնք պետքա մարդկանց նաև գյուղացուն ուղեկցեն բերքը շուկաներ հստակ որոնեն, չգիտեմ, նաև մթերման կայաններով, ապահովագրություն պետք է լինի, որ գյուղատնտեսական մթերքի փչանալու կամ անասունների անկման հետևանքով, որպեսզի ապահովի, սրանք հենց այնպես ծրագրեր չեն օդից վերցած, միջազգային փորձի վրա հիմնված, մասնագետների կարծիքի, կրթության բնագավառում ունենք շատ կարևոր, մեր այսօր ուսանողների, երեխեքի համար, նենց պետք է անենք, որ մեր ջահելները մնան մեր մարզերում, Հայաստանում առհասարակ մնան, չգնան, մենք դրա համար ինչ պետք է տանք մեր ջահելներին, կրթություն, ապահով կյանք, ամենակարևորը անվտանգություն, կրթություն, աշխատանք, ամենակարևորներից են եւ կրթությունը պետքա վտանգություն, կրթություն, աշխատանք, ամենակարևորներից են եւ կրթությունը պետքա նենց լինի, որ ծնողի վրա էլ բեր։ Մենք այնց ենք մշակել, որ ծնողի վրա բեր չընկնի ու այս ծրագրերը մենք ինքներս մեզանով ենք նաև անցել այս ճանապարհը, որ այս ծրագրերը մշակել ենք, թե ուսանողների, թե դպրոցների հետ կապված։ Մենք ունենք ծրագրեր առողջապահական բժշկության, առողջապահական բնագավառի, տարբեր մյուսերի բնագավառում։ Հիմա բայց նաև երևի լսենք ձեր կարծիքը, քննարկենք, դուք մեզ ինչ ունեք ասելու, խորհուրդ, հարց, ցանկացած հարցել իրար հետ քննարկենք։ Ժողովուրդ ջան։